Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում։ Սա էլ նախատեսված է սկսել եւ ավարտել 2025 թվականին։ Ընդ որում, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ունի նրբություն, այդ նրբությունը հետեւյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր Խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ նաև քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Կրկին Սյունիքում Խնձորեսկին դեպի ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 11 կիլոմետր հատվածի հիմնանորոգում կրկին նախատեսում ենք այս տարի ավարտել, այս էլ նախորդ տարվա այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություն է, այնտեղ հողերի հետ կապված է, ափսոս գլխավոր դատախազ այսօր ազգային ժողովում է, հողերի հետ կապված խնդիր կար, բայց ես ինչքան գիտեմ, տեղյակ եք դրանց լուծվել է, այդ խնդիրն էլ է լուծվել, թե որոշ հատվածների մասով պարոն վարչապետ լուծվել է, որոշների մասով ուրեմն շարունակվում է ընթացքը, ասեմ, որ եւ այս շինարարական օբյեկտ եւ Նռնաձոր նախորդ ամիս ենք այցարել եւ նախորդ ամսից արդեն աշխատանքները ուրեմն ներքին Խնձորեսկում մեկնարկել էին, Նռնաձորում մեկնարկել են ավելի վաղ, Նռնաձորում մենք աշխատանքը երկփուլ տարբերակով ենք իրականացնում, առաջին նախագծով իրականացնում ենք քանդման աշխատանքները, որովհետեւ ճանապարհը փաստացի սարերի միջով է անցնելու, այստեղ լայն թափով ուրեմն հողային աշխատանքների իրականացումներ առաջին փուլը կավարտվի խճապատմամբ, դրանից հետո արդեն զուգահեռ նախագիծ ենք պատվիրում նաև ասֆալտապատման համար։ Երկու օբյեկտներում էլ աշխատանքները ընթանում են։ Ճանապարհ է ստացվել, իհարկե հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում որակական խնդիրներ ի հայտ չեն գա, Արթիկ համայնքի, այսինքն ավարտված է, այդ վերջին 5%-ն ենք տալիս։ Արթիկ համայնքի միջով անցնող ավտոճանապարհի 4.9 կիլոմետր հատվածի հիմնանորոգում էլի ավարտված է։ Այստեղ պարոն Խուդացյան, մենք պետքա մեր ծրագրերը նայենք, Արթիկ համայնքի մուտքի ճանապարհի հետ կապված խնդիր կա, այսինքն Արթիկ համայնքը հիմա հիմնական մուտքի ճանապարհը Պեմզաշեն բնակավայրի միջով է, որը էլի նորմալ է, բայց Արթիկը իր նախագծային հիմնական մուտք ունի, որը Մայրուղուց ավելի կարճ ճանապարհ է, եւ Արթիկ համայնքը այդ հարցը բարձրացնում է արդեն մի քանի անգամ, եւ պետք է նայել հարմար պահի նաեւ այդ լուծումներով զբաղվենք։ Վանաձոր համայնքի Խորենացի փողոցի 0.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ամբողջությամբ նորից ավարտված է։ Իսկ հաջորդ փաթեթը արդեն այն նախագծերն են, որը պետք է իրականացնենք, առաջինը Արագածոտնի մարզի Ռիաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, այստեղ էլ նախորդ տարվա այցին հիշում եք, երբ որ պարզվեց, որ
ճանապարհի մերձակա ջրահեռացման համակարգերը նորմալ չեն աշխատում եւ հորդառատ անձրևների պարագայում մերձակա տները խոնավանում են կամ ջուրը լցվում է եւ շատ կարեւոր նախագիծ է Դիլիջանից մինչև Հաղարծին եւ Գոշ բնակավայր տանող ավտոճանապարհի հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողված եւ փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, սա արդեն են հայտնի դեպքն է նախորդ տարվա ջրհեղեղի վերջին հետևանքներն ենք վերացնում, Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի հատվածում դեպի Աբովյան, Արգել եւ Եղվարդ տանող ավտոճանապարհների հատման խաչմերուկում լուսացույցի տեղադրման եւ ճանապարհային նշաններով կահավորում, Կոտայքի մարզի Առինջ մոլի մոտի խաչմերուկում լուսացույցի տեղադրման եւ ճանապարհային նշաններով կահավորում, Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի միջով անցնող Հոռոմ Մարտիկ ավտոճանապարհի 4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Ձորավանք Գեղարքունիքի մարզի Մարտունի ճանապարհատվածի առանձին տեղամասերում քարաթափման աշխատանքների իրականացում, Արագածոտնի մարզում Ուջան գյուղի միջով անցնող M1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ հատվող ավտոճանապարհի 3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Ներքին Չարբախից մինչև Դարակերտ բնակավայր ավտոճանապարհի 2.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Մրգավետ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 1.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Դիտակ եւ Արևշատ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Բարձրաշենից մինչև Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Վերին Արտաշատ Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզի Գոմք Կապույտ ավտոճանապարհի 7.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, սա Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի արանքում, որովհետեւ Գոմքը Վայոց ձորի մարզում է, չէ, ճիշտ եմ հիշում։ M2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Սյունիքի մարզ, սա էլ դպրոցի բացման առիթով մենք դպրոց տանող ճանապարհն է եւ այդ կրթահամալիր է, չէ՞ լինելու նաեւ այդտեղ մեր խոստման համաձայն պետքա դպրոց տանող ճանապարհները լինեն բոլորը բարձր որակի, Լոռու մարզի Վանաձոր Ալավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Լոռու մարզի M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող Պողպատե ֆերմաներով երկրորդ կամրջի կառուցում, չենք մոռանում այն մյուս կամրջի մասին, որը պետք է կառուցենք, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ եւ Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման եւ ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում եւ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում։ Սրանք էին այն նախագծերը, որոնք ֆինանսավորում ենք ընդունման, կառուցման, նախաձգծման փուլում գտնվող եւ զուգահեռ տեխնիկական հասկողության աշխատանքները։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ նաեւ ներկայացնեմ այն պատկերը, որ ունենք ուրեմն 2025 թվականին 28 օբյեկտ նախորդ տարիներից փոխանցված ունենք, որոնց ընդհանուր երկարությունը 130 կիլոմետր է, 2024 եւ 2025 թվականի վերջում կնքված պայմանագրերով ունենք 4 օբյեկտ ընդհանուր 13.6 կիլոմետր երկարությամբ, 2025 թվականին հայտարարված եւ հայտարարվող օբյեկտների թիվը 31 է, ընդհանուր 142 կիլոմետր երկարությամբ, ընդամենը այս պահին արդեն նախանշած օբյեկտներ ունենք հիմնանորոգման մասով թվով 60 օբյեկտ, շուրջ 290 կիլոմետր երկարությամբ եւ 2025 թվականի մրցույթների արդյունքում արդեն ունենք 3.1 միլիարդ դրամի տնտեսում այսքանը։
Պլանավորում ենք ինչքան 500 կիլոմետր կհասնենք։ Մենք պլանավորում ենք 500 կիլոմետր, որից շուրջ 280 կիլոմետրը կլինի հիմնանորոգման աշխատանքներ, մյուս մասը միջին նորոգման աշխատանքներ։ Բայց մի րոպե, դեռ հյուսիս-հարավն էլ ունենք, չէ՞ որ այս տարի Գյումրու հատվածը Երևան-Գյումրին առնվազն մի ուղով պետքա ավարտենք։ Այնտեղ ունենք երկշերտ ասֆալտի տեղադրում, որ պետք է երրորդ շերտը տեղադրի, դրանք 500 կիլոմետրի ցանկում են, պարոն վարչապետ։ Շատ լավ, այսինքն 500 կիլոմետրը ուժի մեջ է, բացի սուբվենցիաներից, այսինքն սուբվենցիաները չեն մտնում։ 500 կիլոմետրի մեջ չէ, սուբվենցիաները չեն քաշվում, նախորդ տարի սուբվենցիաները ներառյալ 700 կիլոմետր եւ ավել ճանապարհ ենք ունեցել նորոգում, հիմնանորոգում եւ կառուցում։ Շատ լավ։ Դե ընթացքում պարոն Խուդացյան էլի մենք կառուցել, բայց կառուցել եւ սովորելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, որակի խնդիրները շարունակում են լինել մեր առաջնահերթությունների ցանկում։ Ընդ որում մենակ որակը չի, հարգելի գործընկերներ, ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ երբ որ ասում ենք ճանապարհ, իր գծանշում, ճանապարհային նշաններ, ամեն ինչ պետք է լինի փաթեթով։ Այսինքն այն ճանապարհը, որտեղ գծանշում չկա, դա դեռ ճանապարհ չի։ Դա ասֆալտա, որը փռել ենք։ Այսինքն երբ որ գծանշում անում ենք, նշանները դնում ենք, այդ պահից է ինքը դառնում ճանապարհ։ Հիմա այն օրը Իջևանում էլի ճիշտ է 40 տարվա ճանապարհներ, որը ասֆալտապատում ենք, լավ է, բայց էլի հարցնում եմ նախագծի մեջ գծանշումը չկա, հիմա համայնքը առանձին գծանշման մրցույթ պետք է հայտարարի եւ անի։ Էլի ված չի, բայց անում ենք, մի անգամից անենք։ Պարոն վարչապետ, այդպիսի խնդիրներ առաջանում են հիմնականում, երբ որ աշխատանք իրականացնում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականի բոլոր հայտերում ճանապարհների կահավորումը երթևեկության նշաններով եւ գծանշումով արդեն կա, առանց դրանց լինելու նախագծերը հավանության չեն արժանանում։ Նաև փորձում ենք այնպիսի գծանշման տարբերակներ ընտրել, որոնք երկարաժամկետ լուծում են ենթադրում իրենցից։ Մեկ էլ ես նկատում եմ, էլի խոսել եմ դրա մասին, ճանապարհի կներեք կարող ասածս շատ բան հնչի, տարօրինակ հնչի, աղտոտում ճանապարհային նշաններով։ Մեկ էլ տեղ կա, չէ՞ որ մի քանի անգամ գնում ես, ասում ես, «Խի ճանապարհային նշան չկա», ինչի ճանապարհային նշան չկա։ Մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև այնց շփոթեցնող է, դա էլ է պետք է բան անել։ Այսինքն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք մտնում եւ ես ինձ համար ամենա այդ տենց բնորոշիչ հատվածը Իջևան համայնքի Սարի գյուղի հատվածն է, այնքան ճանապարհային նշան կա դրած, այնքան ճանապարհային նշան կա դրած, քեզ թվում է թե իսկապես ահավոր է, պետքա ստանդարտները փոխել, եւ նաեւ ուրիշ խնդիր կա։ Հիմա նաեւ մենք պետքա ստանդարտը փոխենք այն բանով, որ ստենդներ դնենք, որտեղ կա ինֆորմացիան շատ կա, մի ստենդի վրա դա էլ ընդունված բան է, մի ստենդի վրա մի քանի ճանապարհային նշանները դրվում են եւ հետագա հատվածը թողնվում է ազատ ճանապարհային նշաններից, իհարկե իր տրամաբանության մեջ։ Եթե այդտեղ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն կամ ենթաօրենսդրական, եկեք գնանք անենք, բայց դա էլ է սովորելու հարց։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ դրվում է քվեարկության հարց համար 14-ը։ Ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չկա, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Հա, պետք է ասեի ովքեր են դեմ դրա ընդունման, խառնեցի։ Շատ լավ, որոշումն ընդունված է։